Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես քիչ առաջ խոստացել էինք այսօր այս հատվածում նաեւ ունենալու ենք շատ կարեւոր թեմաների մասին զրույցներ մեր հյուրերի հետ, շտապենք ներկայացնել եւ այսպես Հայաստանի թվային փոխակերպում եւ զարգացում։ Օրերս Երևանում տեղի ունեցավ ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը, որի մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Ներկայացնենք նրանց ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ RIPE NCC միջազգային կազմակերպության հանրային քաղաքականության մշակման ավագ խորհրդական Վահան Հովսեփյան, բարի լույս։ Բարև ձեզ, ողջույն։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մեր ավանդական հարցը, ինչպես բոլոր հյուրերին, այնպես էլ ձեզ, ինչպես եք սկսել ձեր առավոտը այսօր։ Այստեղ մեկ գավաթ սուրճով, բայց ընդհանրապես լավ եմ սկսել։ Լավ եք սկսել։ Սովորաբար շուտ եք արթնանում առավոտյան, թե այսօր հատուկ։ Չէ, ամեն օր 7-ին։ Իսկ դուք Հրաշալի առավոտ էր, ձեր սպասում եմ։ Շատ լավ։ Դե անցնենք բուն թեմային, ես առաջարկում եմ նախ խոսենք եւ մեր, այո, ես ուզում նախ մեր հեռուստադիտողներին պատմենք, թե ինչ ասել է ինտերնետ կառավարում առհասարակ։ Չի մասին է խոսքը։ Ինտերնետ կառավարում ինքնին չի նշանակում կառավարել, այն նշանակում է, որ տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հավաքվում են մեկտեղ եւ փորձում են հասկանալ ինչպես է ինտերնետը աշխատում։ Այսինքն քաղաքականություններ են մշակում, մասնագետների կարծիքներ են հավաքագրում եւ ընդհանուր առմամբ տեսնում են թե ինչ է կատարվում ինտերնետի ոլորտում, այսինքն նորություններ, վտանգներ, նոր ուղղություններ, որոնք որ հիմա շատ արագ զարգանում են, այդ ամենը քննարկվում է ինտերնետ կառավարման համաժողովի ընթացքում, այսինքն ինտերնետ կառավարման համաժողովը հարթակ է, որտեղ որ կարող են բոլորը հավաքվել եւ միասին քննարկումներ անել։ Այո։ Իսկ այս ժամանակի հետ նշեցիք, որ իսկապես մասնավորապես վերջին տարիներին կարծես շատ արագ է ժամանակը սլանում, շատ արագ են տեխնոլոգիաները զարգանում եւ կարծում եմ այդ հենց կառավարման առումով ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում մի շարք մարտահրավերներ կան, արդյոք հասցնում են մասնագետները համընթաց քայլել ժամանակին եւ հասկանալ թե ինչ իրավիճակում են, ինչ է կատարվում եւ ինչ քայլեր է պետք ձեռնարկել։ Մենք բոլորս գիտենք, որ հիմա ամեն ուղղություն արդեն ինտերնետում համացանցում տեղ է գտնում։ Եվ այդ իսկ պատճառով քաղաքականությունները կամ օգտագործման ձևերը փոփոխվում են, որպեսզի համընթաց լինեն, թե տեխնիկական մասնագետները, թե քաղաքականություն մշակողները փորձում են միմյանց հետ փոխհամագործակցության հիմունքներով կամ թեկուզ սերտ աշխատանքի հիմունքներով ձևավորել քաղաքականություն, որը որ կաշխատացնի համացանցը ապահով, հուսալի եւ երկարատև։ Մենք արդեն նշեցինք, որ սա 10-րդն է որպես համաժողով, որը իրականություն է դառնում եւ այդ ժամանակի արագ ընթացքի հետ մեկտեղ հասցնում եք նաեւ այդ զարգերակին պահել ձեր ձեռքը նորամուծություններ, նոր տեխնոլոգիաներ եւ այս 10 տարիների ամփոփում, եթե նախորդ տարիների մասին խոսենք, ինչ է տվել նաեւ հանրությանը որպես գիտաժողովի ամփոփում, որպես համաժողովի ամփոփում։ 10 տարին շատ արագ անցավ իրականում 94 թվին ենք 2014 թվին ենք սկսել համաժողովը, բայց քանի որ 1 տարի 20 թվի պատճառով հենց կոവിഡ്ի պատճառով այո չանցկացրեցինք, այս տարի իրականում պետք է լիներ 11-ը, բայց ինչ է դա տալիս հանրությանը փոփոխություն, այսինքն մենք փորձում ենք ներգրավենք ուսանողական համայնքին, ինչու, որովհետև ապագան իրենց ձեռքերում է եւ իրենք պետք է շատ ավելի կրթված լինեն այդ ուղղությամբ, շատ ավելի պատրաստ լինեն մարտահրավերներին։ Եթե համեմատեմ ինչ էր 10 տարի առաջ եւ հիմա, մեծ տարբերություն կա։ Թե կազմակերպչական աշխատանքներում, թե ընդհանուր ինչ է տեղի ունեցել համացանցում։ Վահան, դուք ինչ կասեք առհասարակ համաժողովի մասին ու դրա արդյունքների եւ մասնավորապես նաեւ RIPE NCC ընկերության մասին, ինչով եք զբաղվում դուք մասնավորապես։ Շնորհակալություն, ինքը բավականին բարդ կառույց է, աշխատում է 76 երկրում, մենք շահույթ հետապնդող կազմակերպություն ենք եւ կոչված ենք ամբողջ տարածաշրջանում, դա Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Կովկաս, Մերձավոր Արևելք ապահովելու ինտերնետի կայուն կենսագործունեությունը։ Իսկ ընդհանրապես մեր նման կազմակերպությունների հետ մենք ապահովում ենք ինտերնետի կայուն աշխատանքը ամբողջ աշխարհում, սկսած անվտանգությունից մինչև IP հասցեների տրամադրում, capacity building, կարողությունների զարգացում եւ շատ ենք կարևորում նաեւ ինտերնետի կառավարման համաժողովները, թե ազգային, թե տարածաշրջանային, թե համաշխարհային եւ աջակցում ենք այդ համաժողովներին։ Ինչ ենք նաեւ աջակցում, որովհետեւ առանց բարդացնելու առավոտ լույսը բարդ տերմիններով կարելի ասել, որ ինտերնետը բոլորի համար է եւ դա ուրույն մի միջավայր է, որտեղ մենք բոլորս ունենք մեր ասելիքը։
այդտեղ պետք է լինի բազմաշահառու մոտեցում, այսինքն բոլոր շահագրգռված անձինք, ովքեր որ այս կամ այն կերպ ունեն դիրքորոշում եւ կարող են ազդել ինտերնետի կենսագործունեության վրա, պետք է ներգրաված լինեն։ Այդ թվում տեխնիկական համայնքը, որը որ ապահովում է մեզ դա, երբ մենք խոսում ենք օրինակ բարձր տեխնոլոգիաների, երբ խոսում ենք արհեստական բանականության մասին, զարգացման մասին, մենք պետք է հասկանանք, որ դրա հիմքում դրված է հենց կապը, հենց ինտերնետը, առանց դրա, առանց որակյալ ինտերնետի մենք չենք կարող ուղղակի գնալ այդ ուղղությամբ։ Եվ այդ է պատճառը, որ մենք աջակցում ենք ինտերնետի կառավարման համաժողովներին, մասնակցում ենք դրանց եւ փորձում ենք առաջ տանել դրանց։ Մասնավորապես հայաստանյանին նույնպես։ Նույնպես իհարկե։ Մենք խոսում ենք, որ հասանելի պետք է լինի, յուրաքանչյուրը ունեն այդ հնարավորությունը օգտվելու, բայց զարգանալու հետ մեկտեղ, թե նորագույն տեխնոլոգիաների, թե արհեստական բանականության մասնավորապես, համացանցային անվտանգության խնդիրը կարծես շատ լուրջ է դառնում, թե անհատի համար, թե արդեն պետական երկրի մասշտաբով։ Ինչ արդյունքներ ունենք այս տարվա համաժողովին հենց այս թեմայի մասին։ Ինտերնետ հարությունը նաև հանդիսանում է ԿՏՄ կեթայի դոմենային անունի կառավարիչը, այսինքն մեր հիմնական գործառույթներից մեկն է իրազեկել հասարակությանը, հանրությանը ավելի շուտ, որ գոյություն ունեն նման խնդիրներ։ Այսինքն դասընթացներ կազմակերպել, փորձել իրենց հետ աշխատել անհատ իրենց հենց միջավայրում, որը որ շատ ավելի իրենց համար հանգիստ եւ հարազատ կլինի, եւ փորձել այդ հմտությունները իրենց սովորեցնել։ Մենք արդեն բազմաթիվ տարի զբաղվում ենք այդ գործունեությամբ եւ իհարկե 31 տարի է արդեն նաեւ ԵՄ-ի եւ ՀԱԻ կառավարիչն ենք եւ ձեր նշած խնդիրները փորձում ենք միասին լուծել, այո։ Հետաքրքիր է ձեր գնահատմամբ որոնք են այն հիմնական մարտահրավերները, որոնց այսօր մարդիկ, որոնք օգտվում են, իհարկե բոլորս օգտվում ենք համացանցից, բայց որոնք են այն համախնդիրները, որոնց հիմնախնդիրները, որոնց ամենաշատն ենք բախվում, որովհետև կարծես թե հենց անիչ նաև Մանեն նշեց, մասնավորապես անձնական տվյալների պաշտպանություն, անձնական տվյալները որպես այդպեսին, կարծես թե այսօր կիզակետում են ամենուրեք։ Թվային գրագիտությունը կուզեի նշել նաև, որովհետև անձնական տվյալները ճիշտ պահպանելը եւ ճիշտ դեպքերում տրամադրելը հենց թվային գրագիտության հետ է կապված։ Ինչու՞ չէ, մեդիա գրագիտությունը նաեւ նույն ոլորտից է, կիբերանվտանգությունը, այսինքն բոլոր մարտահրավերները, որոնք որ այս պայն գոյություն ունեն, մենք փորձում ենք տեղայնացնել եւ տեղային մակարդակի վրա ներկայացնել այն համայնքին, որտեղ որ մենք հանդիպումներ ենք կազմակերպում եւ միջոցառման ենք հրավիրում եւ ինքներս ենք գնում բազմաթիվ անգամներ։ Նշեցիք այդ համագործակցությունների մասին, արդյոք հենց համաժողովների արդյունքներում էլ ստացած այդ փորձը, նոր գաղափարները գուցե նոր ծրագրերի միջոցով առաջիկայում կլինի համագործակցություններ, գուցե պանելային քննարկումներ այլ հասարակական կազմակերպությունների կամ օրինակ պետական կառույցների աշխատակիցների հետ։ Շատ ճիշտ նշեցիք։ Մենք կարող ենք ասել, որ նայեք, այս ոլորտը, ինչպես նշեցի, ոչ միայն ազգային նշանակություն ունի, տարբեր երկրներում կան իրենց ազգային IGF-ները, կան տարածաշրջանային IGF-ները եւ միջազգային IGF-ը, համաշխարհային IGF-ը եւ process-ները հիմա շատ բարդ են գնում իրականում։ Նյու Յորքում դեկտեմբեր ամսին կայանելու է մի բարձր մակարդակի համաժողով, որտեղ որ պետք է նաև հստակեցվի IGF-ի հետագա ապագա կյանքը, դա լինելու է, չի լինելու, ինչպես դա պետք է վերափոխվի եւ այլն։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է նրանով, որ ինտերնետը այն ժամանակ, երբ որ ինքը հորինվում էր, երբ որ հասկանում էին ինտերնետը ոնց պետք է աշխատի, եթե հիշեք մի 20 տարի առաջ մենք ոնց էինք ինտերնետում շփվում, 20 մոտավորապես նո Messenger-ներ, ինտերնետ search եւ այլն։ Հիմա ինտերնետը հիմք է հանդիսացել շատ ավելի մեծ եւ գլոբալ երևույթների արհեստական բանականություն եւ եթե մոտ 5-10 տարի առաջ IGF-ներին մենք քննարկում էինք օրինակ տեխնիկական զարգացման հարցեր, հիմա ինտերնետ կառավարման համաժողովների մոտ 90%-ը լինում են հարցեր, որոնք վերաբերվում են թվայնացմանը, արհեստական բանականությանը։ Եվ իսկ այդ տիրույթում կան շատ գործընկերներ, կան բուն ինտերնետի զարգացմանը, կան կառավարություններ, կան միջազգային կորպորացիաներ, կան թվայնացման գործակալություններ, որոնք որ այդտեղ շատ բան ունեն ասելու։ Հայաստանի տեսակետից կարելի է ասել, որ ու մենք ինչ ենք շեշտում, որ նեյտրալ զարգացումը ինտերնետի բուն զարգացումը, որտեղ ինտերնետը ինչ է, ինտերնետը կարող է եւ վատ օգտագործվել, եւ լավ օգտագործվել, դա
մի մուրջ է, որով կարաս մարդ սպանես, բայց կարաս տուն սարքես։ Կարող ես տուն սարքել, այո։ Հայաստանում բավականին հետաքրքիր նախաձեռնություններ կան տարածաշրջանային համագործակցության, բայց այդ նախաձեռնությունները մենք նույնպես պետք է պատրաստվենք, կարողանանք կառուցենք օրինակ հյուսիս-հարավ տարածաշրջանային մայրուղիներ տվյալների փոխանցման, արևմուտք արևելք եւ այդ ուղղությամբ շատ գործընկերներ հիմա արդեն աշխատում են տարածաշրջանում ու Հայաստանը ունի որոշակի հարաբերական առավելություն այդտեղ այժմ եւ մենք կարող ենք այդ ուղղությունը բավականին լավ զարգացնել, եթե ճիշտ մոտենանք հարցին։ Հետ գալով համաժողովին կուզեի ավելացնել, որ հենց այդ հարթակն է հանդիսանում համաժողովը, որտեղ որ բազմա շահառու մոդելը փորձում ենք կիրառել, այսինքն ներգրավելով թե կառավարությունը, թե տեխնիկական համայնքը, ինչպես որ Վահանը նշեց, թե ուսանողությունը, թե բիզնես հատվածը եւ իհարկե հասարակությունը, որը շատ ավելի այս պահին կարեւորում ենք, քանի որ այդ հետ պատասխանը իրենցից է գալիս այն ամենի, ինչը որ մենք իրականացնում ենք այս 10 տարին։ Ամփոփելով մեր զրույցը, ինչ առաջիկա ծրագրեր ունեք, որի մասին կուզեք ներկայացնել մեր հեռուստադիտողներին կամ որոնց պետք է հետևենք մենք եւ մեր հեռուստադիտողները։ Մենք պլանավորում ենք բազմաթիվ շարք միջոցառումների, որը իհարկե ձմեռային ժամանակահատվածում մի փոքր կանգնում է, բայց սկսած գարունից, մարտ ամսից նորից շունչ է առնում մեր միջոցառումների շարքը եւ իդեպ նշեմ նաեւ, որ մենք ունենք ուսանողական, այսինքն USIGF, որը տեղի ունենալու երիտասարդական, տեղի ունենալու նոյեմբերի 20-ին եւ ուսանողներին սիրով հրավիրում ենք մասնակցության։ Մարտ ամսին շատ բաներ է սպասվում, մենք բոլոր գործընկերներով, միջազգային գործընկերներով նախատեսում ենք մարտի վերջին շաբաթը Հայաստանում բավականին մեծ մի շարք միջոցառումներ կազմակերպել եւ կոնֆերանսներ եւ կարողությունների զարգացման տրեյնինգներ, այնպես որ մարտը լինելու է թեժ եւ մարտը լինելու է տաք։ Հիանալի է, մենք էլ խոստանում ենք հետևել ձեր բոլոր նորություններին, որպեսզի տեղեկացնենք նաեւ ձեր ներկայությամբ մեր հյուրերին, մեր հեռուստադիտողներին արդեն պատմենք բոլոր նորությունների մասին։ Շնորհակալ ենք։ Բարին ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ առաջարկում ենք լսել երաժշտություն եւ վերադառնալ շարունակելու եթերը։